Երևանի պետական համալսարանը Ադրբեջանի եւ Վրաստանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում։ Եկեք այս գիտաժողովի կազմակերպիչներին շատ պարզ հարց տանք։ Ադրբեջանի որ պատմությունն է պատրաստվում ներկայացնել։ Տասնամյակներ առաջ ստեղծված հանրապետության, Խորհրդային Ադրբեջանի թե Բաքվի հորինած հազարամյա Ադրբեջանի, որի մեջ արդեն Սյունիքն ու Երևանն են տեղավորում։ Ադրբեջանի պատմությունը ուսումնասիրելը խնդիր չէ։ Ընդհակառակը, հակառակորդ պետության պատմագրությունը չիմանալն է վտանգավոր։ Բայց գիտությունը պարտավոր է փաստը տարբերել պետական քարոզչությունից։ Իսկ հրապարակված հայտարարության մեջ առայժմ չկան ոչ վերջնական ծրագիրը, ոչ էլ զեկուցողների ցանկը։ Կան միայն գեղեցիկ ձևակերպումներ, փոխկապակցված տարածաշրջանի եւ ընդհանուր մշակույթի մասին։ Եվ ուրեմն պատասխանեք։ Քննարկվելու են արևմտյան Ադրբեջան կեղծ թեզը, հայկական ժառանգության յուրացումը, թե այդ քարոզչությանը պարզապես նոր ակադեմիական հարթակ եք տրամադրելու։ Եթե նպատակը Բաքվի համար հարմար պատմություն փաթեթավորելն է, կարող եք բոլորովդ հավաքվել, ովքեր ցանկություն ունեք, մեկ ընդհանուր տարբերակ գրել։ Գոնե պարզ կլինի, գիտություն եք քարոզում, թե քաղաքական առաքում եք անում։ Երևանի պետական համալսարանի ղեկավարությանն էլ հարց ունեմ։ Ինչ մասնակցություն ունեք այս գիտաժողովին եւ ինչու եք այն տարածել առանց բովանդակային որևէ պարզաբանման։ Եվ ուրեմն հրապարակեք ծրագիրը զեկուցողներին եւ բացատրեք, թե ինչպես եք թույլ չտալու, որ Ադրբեջանի պետական կեղծիքները գիտության անվան տակ լեգիտիմացվեն։